Նիկոլ Փաշինյանն ասում է կառավարության անդամներն ու մարդիկ գիտելիքի պակաս ունեն։ Համաձայն եք նրա հետ։ Ինչ լսեք Ալիշյան, սովետական երկիրը ոնց որ քանդվել է, Լևոն Տեր-Պետրոսյանը իրեն ՀՇ-ի խմբով հրանտ պակրացիան գլխավորությամբ ամբողջ Հայաստանի ինդուստրիալացած արդյունաբերությունը քանդեց, քայքայեց, մտածած են սեփականաշնորհման ու իր նմաններին էլ, այսինքն իրեք ինչ կա կառավարման համակարգը այնպիսին է, որ մարդիկ պետք է պատրաստված դպրոց անցնեն կազային քաղաքականությամբ։ Այսօր ազգային ժողովում ովքեր են նստածները։ Բոլորը փողով բաժանվածները, բաները, որը 5000-անոց դարձրին մարդկանց, այդպես շարունակվում է։ Հիմա Փաշինյանն է իրեն հերթին ուզեցավ մի լավ բան անել, ինքն է չի համապատասխանում նման պաշտոնի Ալիշյան, ինչ ասեմ, ինքն է խոստում անում դա։ Պարզապես մեր ազգը այսօր տրագեդիայի մեջ է, դա այսօր իրենք ճիշտ քաղաքականություն վարեին, այսօր նման բախտի մեր ազգը չէր արժանանա։ Նիկոլ Փաշինյանն ասում է մարդիկ ու կառավարությունը ունեն գիտելիքի պակաս։ Ես Նիկոլի մասին չեմ ուզում ընդհանրապես խոսալ։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարության ու մարդկանց մոտ գիտելիքի պակաս կա։ Համաձայն եք նրա ասածին։ Ես մենակ մի հարցում կստեմ, գիտելիքի պակաս या մոդը կա ու या ընտանիք, ես այդ կամ բանը կստեմ։ Էլ ավել նոր բան չեմ կնասել։ Նիկոլ Փաշինյանն ասում է Հայաստանում կա կառավարության անդամներն ու մարդիկ գիտելիքի պակաս ունեն։ Համաձայն եք նրա ասածի հետ։ Առաջվա կրթությունն ու 30 տարի այլանդակությունները ամեն ինչ։ Всё, ուրիշ հարց ունեք, ես համաձայն եմ իր հետ։ Դե լավ սովորենք, դպրոցներում դե կրթությունը բարձրացնենք որակը։ Հիմա ուսուցիչների որակը։ Այդպես։ Հիմա տեսնում եք ինչ որակի է կրթությունը։ Դե լավն է կա, վատն է կա։ Ես կասեի 50-50։ Բայց դե լավը շատացնենք աղջիկը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կառավարության անդամների ու սովորական մարդկանց մոտ կա գիտելիքի պակաս։ Համաձայն եք նրա այս հայտարարության հետ։ Նայած ինչ գիտելիք է պահանջվում եւ որտեղ է ուղղվելու այդ գիտելիքը։ Եթե նպատակաուղղված գիտելիք է եւ դրա պակասը կա, կարելի է վերապատրաստվել եւ աշխատել այդ ուղղությամբ։ Գիտելիքի պակաս միշտ կա, բոլոր ոլորտներում կա եւ բոլոր տեղերում կատարելագործվելը անհնար չէ։ Անհասկանալի է ինչ գիտելիքի պակասի մասին է խոսքը, էլի կոնկրետ։ Օրերս ասել էր, որ կադրերի պակաս ունեք։ Կադրերի պակասը իմ կարծիքով եւս կարելի է լրացնել վարելով ճիշտ կադրային քաղաքականություն, այսինքն նորից վերապատրաստման, նպատակային ուսուցման, վերապատրաստումների միջոցով եւ համապատասխան մարդկանց ընտրության միջոցով համապատասխան մարդիկ ընտրել, որոնք կարողանան մասնագիտանալ թե որպես լավ մասնագետներ, թե որպես լավ կադրեր, համապատասխան մարդիկ միգուցե կգտնվեն, եթե փնտրվեն, որոնք կարողանան մասնագիտանալ։ Ոչ միայն հիմա, այլ գիտելիքի պակաս իմ կարծիքով միշտ է նկատվում, որովհետև գիտելիք ստանալու կարիքը միշտ կա, վերապատրաստումների յուրաքանչյուր մասնագիտության մեջ վերապատրաստվելու կարիք միշտ կա։ Նաև նա ասել է, որ կադրերի պակաս կա, սա ձեր կարծիքով ինչով է պայմանավորված։ Կադրերի պակաս, ճիշտն ասած, չեմ կարող որևէ բան ասել կադրերի պակասի մասին, բայց իմ կարծիքով հենց վերապատրաստումներն են, որ կարող են օժանդակել հենց կադրային ապահովմանը։ Նիկոլ Փաշինյանն ասում է կառավարության ու շատ կխնդրեմ, ես երաժիշտ մարդ եմ, չեմ զբաղվում քաղաքականությամբ։ Երևի ինքը չի շփվի մարդկանց հետ, դրանից է առաջած այդ խոսքը։ Խորհուրդ կտամ ինքը շփվի մարդկանց հետ, նոր ես ինքը շփվում եմ մարդկանց հետ, որոնք բավականին, ինչպես ասեմ, գիտելիքներով զարգացած են, ավելի բաներ ունեն ասելու, քան ինքը։ Խորհուրդ եմ տալիս ինքը այդպես մարդկանց հետ շփվի։